Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր նորից իմ աշխատատեղում եմ, իմ խոհանոցում, աշխատանքի խոհանոցում։ Հիմա այսօր որոշել եմ պատրաստեմ ֆրեփ։ Այսպիսի լոշիկ ասեմ, ինչ ասեմ, եթե դուք ունեք ճիշտ բացատրությունը, սիրելիներս, գրեք ինձ։ Վերցրել եմ հավի կրծքամիս, մի քիչ տապակել եմ արդեն հավի կրծքամիսը, հիմա վերջում նորից սիրելի հետևորդներ ջան, աղ ունեմ, լոբի ունեմ, եգիպտացորեն, քիչ ամենից սոխ ունեմ եւ վերցնելու եմ սարսափեկորային աղցան, չգիտեմ ճիշտ անունը սիրելիներս, մենք այստեղ ասում ենք այսպերգ սալատ Գերմանիայում, հիմա հայերեն ճիշտ գիտեմ, որ թարգմանել ենք հելա սարսափեկորային սալատ, աղցան։ Հիմա սիրելիներս, սկզբից, ամենասկզբից վերցնում եմ մեր լոշիկը, լոշիկ եմ ասում, չգիտեմ, դուք հետո ինձ ճիշտը կգրեք։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, լոշիկի վրա դրեցի այսպերգը, ու այսպերգի վրա էլ դրեցի լոլիկները, փոքրիկ թարմը լոլիկներ են, կիսում ենք մեջտեղից ու դնում ենք իրա վրա։ Հիմա սիրելիներս, ուրեմն վերցնում եմ սոխը, կտրատել եմ արդեն պատրաստի վիճակում, եւ եգիպտացորենը, լոլիկը եւ հավի կրծքամիսը, նորից այս ամբողջը հիմա կտակացնեմ, յուղի մեջ քիչ կտապակեմ ու հետո կշարունակեմ։ Հիմա քիչ կտապակեմ սոխը։ Մի քիչ աղ կգցեմ։ Աղը ինչպես միշտ սիրելիներս իմ մոտ սև աղացած պղպեղի հետ միասին է։ Հիմա գցեցի աղը, քիչ եմ գցում, հետո էլ կավելացնեմ։ Նորից վերցնում եմ հավի կրծքամիսը, փոքրիկ չափաբաժնով է սիրելի հետևորդներ, դրա համար ես վերցրել եմ փոքրիկ տապակ, եթե մեծ չափաբաժնով է, դրա համար վերցնում եմ մեծը, ավելացնեմ մի քիչ աղ, կրծքամիսի համար հավի։ Եթե դուք ցանկություն ունեք, սիրելիներս, ավելացրեք մի քիչ սխտոր։ Քիչ, կես ատամիկ սխտոր ավելացրեք։ Հիմա մեր հաճախորդը ցանկացել է առանց սխտորի, ես իր համար պատրաստում եմ առանց սխտորի։ Իսկ դուք եթե ցանկություն ունեք, ավելացրեք, ավելի համեղ է լինում, ասեմ թե։ Հիմա ավելացնում եմ լոբի, կարմիր, պատրաստի ու եւ եգիպտացորենը պատրաստի։ Չզարմանաք սիրելիներս, որ այս կերակրատեսակի հետ ունեմ լոբի, որովհետեւ այս բաղադրատոմսը լոբիով է։ Եթե դուք չեք սիրում լոբի, ուրեմն թողեք մի քիչ լոբի։ Եվ մի քիչ թարմ պղպեղ, բայց ես այդ դա վերջում եմ գցում, որ շատ չեպսի, ավելի ամուշ է լինում կանաչ թարմ պղպեղ։ Եթե դուք տանը չունեք կանաչ գույն, վերցրեք ինչ գույնի, որ ուզում եք լինի, դա ցանկության վրա է։ Ունեք կարմիր, գցեք կարմիր, չունեք կարմիր, ունեք կանաչ, գցեք կանաչ։ Նշանակություն չունի։ Հիմա դրա վրա կլցնեմ մի քիչ սվետ չիլի։ Մի քիչ կծբություն, թեթև կծբություն է տալիս, մի ճաշի կդալ, մի ճաշի կդալիս չափով լցրեցի։ Սա լցնում եմ ամբողջ պատրաստած բաղադրությունը լցնում եմ մեր ֆրեփի վրա եւ այս բոլորը հիմա միասին հիմա պետք է դնեմ գազօջախի մեջ։ Հիմա չգիտեմ, ինչ որ դուք ունեք տունը, ես ջերմաստիճանը չեմ կարող ասել, բայց ես կասեմ 200-250 աստիճան տնային պայմաններում։ Ինձ մոտ սա
ռեստորանային պայման է, բայց դուք տնային պայմաններում 200-250 ու անմիջապես պատրաստ է լինում, պետք է ուշադիր լինեք, որ չվարվի։ Ուրեմն դնում եմ սա արդեն պատրաստի վիճակում, դնում եմ, բայց մնում է միայն, որ մեր լոշիկը հեպվի գազօջախի մեջ, սիրելիներս։ Հիմա խփում եմ այս ատամի չոփիկները, որպեսզի պաշտպանի իրեն, չբացվի։ Եվ դնում եմ գազօջախի մեջ։ Այսպես։ Ուրեմն, ինչպես ասեցի, 250 աստիճան վերև ներքև տնային պայմաններում։ Արդեն պատրաստ է, անեցի դուրս։ Հիմա, սիրելի հետևորդներ, պետք է դնեմ ափսեի մեջ։ Սա ամբողջական տեսքն է մեր վրեպի, չոփիկները հանենք, որովհետև հաճախորդի համար է։ Ցավոք չեմ կարող փորձել, համտեսել, որովհետև հաճախորդի համար է, պետք է դուրս տամ։ Սիրելիներս, պատրաստ եք կերեք, անհուշարեք։ Այսօր սկզբի համար այսքանը։ Մատուցում ենք թթվասերի հետ միասին, ես եմ պատրաստել թթվասերը, մեջը դրել եմ սամիտ, միայն սամիտ, թթվասերի հետ սամիտը պատրաստված, ասեմ շատ համեղ է լինում վրեպի հետ, ամբողջ պարունակության հետ։ Ռոզատատիկը ձեզ համար միշտ ընտիր անուշ բաներ է պատրաստում։ Կերեք գրեք կոմենտներում, սիրելիներս, ինչպիսին էր իմ պատրաստած այսօրվա վրեպը ձեզ համար։ Անպայման պատրաստեք, ցանկությունս դա է։ Մեզ մնում է հետևել, հավանել և տարածել։ Սիրում եմ ձեզ, սիրենք իրար, սիրելիներս։